Ինչ ես անում։ Հա, վերցրու Ալեքս։ Վերցրու գնաս սրտիչ։ Հա, վերցրեց մի հատ այդքան շատ չեմ կարող վերցնել։ Հա, ինչքան ուզում ես այդքան էլ վեր կան։ Արաստ։ Ալեքս կարող ես էլ գլխիդ քաշես, տնամ, բարի լույս չես։ Բարի լույս և շատ սիրելի բաժանորդներ, ոնց եք լավ կես արդեն գնում եմ այդ ենք ասա, ապրին բալը, գնամ, ինձ կզանգես չմոռանաս, եկեք իջնենք ներքև, ցույց տամ, ինչ եմ արել, երեկ էլ ցույց չտվեցի, համ թող Ալեքսը գնա, համ էլ ցույց տամ, ահա, գնացին բալեն, այս են ծիրուն մաքրել եմ, փխրացրել, ծաղիկներ ծամել, նույնը հենա, տեսեք, լրիվ ծանել եմ սիրուն, խնդրեմ, էլ եմ բալային, ոնց է սիրուն գնամ, հետո նույնը ստեղ եմ արել, վարդերիս եմ փխրեցրել, ու էլի շարքով ծաղիկ ծանել, բայց մտադրություն ունեմ կարտոշկա էլ ծանեմ, որովհետև ավելացել է շատ կարտոշկեն, հենա, այնտեղ կանաչին ծանեցի, ստեղ էլ փորացող մնաց, ստեղ էլ, այսքանն էլ պարզ է, հո վարդեր չես տնկի, թվում է իմաստ չկա էլի, այդքան վարդը տնկեմ, մի հատ տուկես պուպուշներին էլի նայել, իրանք ամեն օր հետաքրքիր ձև են ընդունում, տեսք են ընդունում, ու ինձ շատ դուր են գալիս տղներք էլի մի հատ, ինչքան սիրուն են, Աստված ջան, էլի ես անձրևի հոտ եմ առնում, սենց ասեմ, ես էլ սրանք, էլ ես տղնեք, էլ իմ կակաչներին, էլ ես մեկին բա, ինչև է, մի խոսքով, խնձորը երկու ճյուղը ծաղկել է, հեսա, հենա, ես ծառը կարծեմ բալա, սա էլ է ծաղկել, այն տանձենին շատ հին ծառա, դրա համար եմ էլի Նիկային ասում բեր, սրանց հեչանենք ու այն թազա ծառեր տնկենք, սիրուն, համ խնամ էլը հեշտ կլնի, թե չէ սրանք բոյոված էլ չգիտես ուր են հասել, էլ դրանց ինչ անես, բարձանանք վերև, Ալեքսս կզանգի, որ զանգում ու ես չեմ պատասխանում, նեղվում է, ստեղ տեսնում եմ, որ զանգակս վսյո կպել է, աճում է, այս մանուշակն է հետաքրքիր,
ինքն էլ հեսա կոկոմներով է, պիշտ, 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 ոնց չեմ սիրում ես պիսա, հետ չեմ սիրում հետ, պիշտ, խեղճը ուտելի քաման գալիս, ինչևէ, շուն շատ եմ սիրում, բայց պիսա չէ, ահա, գնաց, ուրա գնում ինչ անում, ինքն էլ չգիտի խեղճ, դա ամպերին ինչ մռայլ են, շուրջ բոլորը թուղ պամպեր են, ինչևէ, այսօր մաման շուտ է գնացել, այսենց, ահա սիրելի հետևորդներ ջան, քանի որ ուզում եք իմ այս շորը ընդհանրական տեսնեք, առանց վերնահագուստի ժակետի, ներողություն չեմ հիշում հետևորդներից 2 հոգի գրառումներում գրել էին, ինքը այս ծևի սիրուն, հով, զով, հաճելի, հավեսով լավ շոր է, ինձ որ շատ է դուր գալիս, շատ իմ ճաշակով ու իմ սրտով է սիրելի հետևորդներ ջան, դրա համար կարամ իրան և այսպես գրեմ, կարամ իրան և այս փափուկու սիրուն ժակետով գրեմ, հագնեմ, ինչը որ ես արդեն արեցի, այսօր պլանավորում էի տանը մնամ, բայց ոչ դուրս եմ գալու, դրա համար միանգամից դրսի հագուստս հագամ, որոշել եմ չշպարվեմ, ուղղակի սովորական իմ նման, երևի թե թափած մազերով դեռ չգիտեմ կորոշեմ, գործերս արել եմ, վերջացրել եմ, սեղանն եմ փայլացրել, սրանով իհարկե, ասում եմ չէ, որ դա եմ սիրում, դա եմ օգտագործում, սիրելիներ ջան, հիմա ինչ անենք, հեռախոսս կարողա տանեմ, որ հանգիստ ելնեմ, եկեք տանեմ էլի, ուզում եմ նաև այս զարդերի մասին խոսամ, թողեց տանը Ալեքսս, հեսա, երեկ որոշեցինք, որ չի հանելու, այսօր հանեց, թողեց տունը, ասավ մամա ջան, կգամ ու նոր կօգտագործեմ, ես չեմ ուզում ասմա տանեմ դպրոց, միգուցե մտածեց կքաշեն, քաշքշեն, սենց բաներ ես իրա տապեչկեքնա, ինձ եղին, ես էլ հեռախոսս վերցնեմ ու գնանք դուրս եմ ուզում, ենքան եմ տանը մնացել, ենքան ենք տանը նստել, որ դրսի օդին մի այլ կարգի, օպա, բերեք հեռախոսը թողամ, ջուվտիկները ստեղ տնեմ, կարատել եմ, ես էլ ստեղ տնեմ, ու հանգիստ խղճով գնալ դուրս, գործին որ նայես, շատ գործ կա, բայց միշտ չի, որ պետք անընդհատ գործին էլի նայես, ստեղ ուզում եմ շտատիվս տեղավորեմ, մի հատ սկանդալս օգտագործեմ,
որովհետև ես ինչ լավն գժվելիք այստեղ չեն գնայս աղբերականով ու փակել էի, որ տանը հանգիստ իմ հավեսով գործանեմ վայ պիսո ջան դե լավ էլի արի սպասի քեզ հաց տամ ախր հացն էլ տամ սովորիլ դի է հաստատ Ալեքսն է հաց տվել էս պիսոին փիշտ գնա հլա գնա ես չեմ սիրում պիսո վաբշե չեմ սիրում ոչ մի ձևի չեղավ չկարացի սիրեմ պիսո ես ոնց հասկանում եմ այսօր էլ չտի այդ վարպետը կա ու դրանից արդեն իսկ նեղվում ես էլի չքան կարելի է այսօր հո արդեն էլ չորա էլի մաման էլ է բողոքում պիսոից ասմա դե վաբշետը պիսոների սեզոնը այդ մարտ ամսին է չէ ասմա ուրեմն մի հատ պիսո գալիս թխկել շխկել անելով ընգնում հարևանի բակ ու կրսն ասմա քունս կորում է ու կորում դե արի էդ հարցը լուծի ոնց լուծես չգիտեմ իսկ ես բարիս ուղիղ իմաստով չհարմարվեցի չեմ սիրում պիսո դեղս էլ չեմ խմել եկեք մի հատ սրճենք ու սպասեմ տենամ գալիս են վարպետները թե չէ հետո արդեն կհասկանամ ինչ անեմ քանի որ ուզում եմ դուրս գամ մի երկու գնում ունեմ անելու ծանոթիս տուն ունեմ գնալու մի քանի Ալեքսը դրսերը որն է դպրոցում է ես իմ դրսերի գործերը արագի մեջ ապահովեմ սիրելի հետևորդներ ջան ու հետա կանցնեմ իմ հաջորդիվ գործերին վայ ես հոտը ամեն ինչ արժե ամեն ինչ շատ եմ սիրում ինան էր սիրում փաստորեն ասեց ինքը duty free-ից ընդհանուր մեծ տուփն է առել դե մեծ գին արժե փոքրն էր փոքր ինչև է սիրելիներ ջան ուզում եմ երեկվա մեր անցկացրած օրը մի քիչ քննարկեմ մի քիչ լավ զգամ ու չեք պատկերացնի թե ես ինչքան էի տպավորվել գլխաշորի վրա գրած Երուսաղեմ կախազարդերի վրա գրված Երուսաղեմ դվիվ անծանոթ օտար մի մարդ օրինակի համար օտար ամուսիններ այսպես ասեմ հա ինչի՞ չէ իրանց այն սիրուն երկու աղջիկներ հետները հոգացել են մտածել ցանկացել կամեցել որ աներես պիսոյա փաստորեն
եկել էր մտել այստեղ։ Չեմ սիրում, ես փիսահոզարով չի։ Ով ուզում ա ոնց քննադատի, ինձ դա չի հետաքրքրի, որովհետև չեմ սիրում։ Դա ստիպողաբարու ես իմ ինչ չի։ Մեր տանը մենք փիսով չենք պահել, որ սովոր լնեի, միգուցե սիրեի։ Ինչո, կանդվում, իրան։ Եկեք ստեղ նստենք, մինչև ընդեղ խալիներս կլվան, էսա շուտով հույսով հավատով մի հատ էս շինարարական գործերից պրծնենք, ենքան գործ ունեմ, ենքան գործ։ Չափ ու սահման չկա։ Այս գույնը շակետիս հետ շատ աչես ասում, ովքեր են ծանոթ էսոց անելիքին, ինկանդենս լոտոսնա, էյվնը, ժամանակին շատ եմ օգտագործել, շատ, չափից շատ, այս մեկն էլ պատվիրել էի, երեք ուշբերել էին, ընքան տարվել էին այդ նվերներով, որ մոռացել էի մորուս տամ, հուսամ այսօր կտամ, դրել եմ ստեղ, որ չմոռանամ, շատ նուրբ, ծաղկային, լավ հոտա, գիտեմ ինքը սիրում ա, ասի մի բան էլ իրա սրտով անենք, լավ էլի, տոթա, գիտեք, շոկ չի, ցուրտ էլ չի, բայց տոթ եղանակ ա, տոթա մի այլ կարգի, այս խոնավի հետ էլ որ խառնվում ա, շնչառությունը մի տեսակ մի քիչ ուրիշ ա ստացվում։ Հիմա սուրճ խմենք, երեկ Նարեն ու մամեն այս ճոճանակը շատ սիրեցին, ինչքան իրանց ասում եմ Նարե ջան, սպասեք բարձր բերեմ, չէ, սենց լավ ա, հավեսով նստեցին, ճիշտ է այդ անգամ կարճ, որովհետև Լուսինեն ասում ամ, ես չեմ ուզում էլի քեզ նեղություն տամ, գիտեմ, որ ռեմոնտի մեջ ես, բայց պայմանավորվեցինք հաջորդ անգամ նենց կան, որ մի ընդհանուր լիարժեք օր ունենանք իրար հետ, հուսանք կստացվի, որովհետև երեխեքը տարբեր խմբակների են գնում, դե գիտեք, ինչ մի երեխեն չի, ինչ երկուսը, մանավանդ եթե սովորելու հետ էլ սեր են ունենում ու խմբակներ փոխում, արդեն ոնց որ ծնողի ոտու ձեռը կապվի, այդ են ծառնում, շատ պարզ, շատ անմիջական, շատ շփվող, իրանց տարիքին համապատասխան կան, չէ, մի տեսակ մեծամիտ երեխեք, փառք Աստծու, մենք դեռ չենք հանդիպում տենց, որ ոնց որ չգիտեմ, մի տան մեջ շփված իրար հետ, իրար սովոր մարդիկ լնեինք, շատ հավեսով ու հաճելի ձևով նստեցինք, պատկերացրեք, որ ես պահի տակ ուզեցա դե փոքր կադրեր անեմ, որ Facebook, Instagram, story դնեմ, հենց այդ ժամանակ էր, որ մանեն ասավ, կարակ մեզ էլ նկարեք, երեխեքը բացվեցին, էլի, մինչև այդ իմ համար կապ չունի, մարդը մի տարեկան ա, թե 11, թե 51, ես սիրում եմ մարդու կարծիքի հետ հաշվի նստելը, ես հասկացա, որ իրանք ուղղակի շփումը սիրող մարդիկ են, թե իրանք ծնողները, թե բալիկները, երևի մի ժամ ավել մեր հայաթում մնացինք, ենքան որ ամուսինն ասում ա դուք չեք ուզում տանից դուրս գալ, ինքը դե դրսում իր սուրճը սիգարետով էր վայելում, ես էլ ստեղ սեղան էի դրել, հավեսով սիրուն, մեր համար նստեցինք ու մի տեսակ ոնց որ հասկանայի, որ կադրը պետք չի, անգամ երբ որ ինքը նվերները հանեց, թե ուշադիր հետևել եք, կեսից ես սկսեցի նկարել, են էլ առանց իրա դեմքի։ Ինքն իրա գործն ունի, ինքն իրա սեփական
ոնց ասեմ, փոքր գործն ունի, բիզնեսն ունի, ժամանակակից աշխարհում տենց են, չէ՞ ասում։ Ես սիրով կբարձրացայինեի, բայց մարդը չուզեց, չցանկացավ, ես էլ դե ինչ անեմ։ Կարևորը, որ ինքը շատ բարի, հավեսով, տանջված, դրան զուգահեռ, բայց չչարացած մարդ է, ու ես ուրախ եմ ու շնորհակալ եմ Աստծուն, որ մեր կյանք բերում մեզ ցույց է տալիս այդ ձևի մարդկանց հետ շփման ձև, ինչի համար իրոք ես շնորհակալ եմ Աստծուն, որովհետև տեսեք էլի դեռ երասում էի, ես պլանավորել էի, ասի վсё մայիսի 1-ին տանն ենք, տիկին Գայանեից մոտ կարայի մենակ գնամ, գիտեի այն չէր լինելու էլի, ասի Ալեքսիս հետ կգնամ, օրերն էլ տաքացել են, երկարել են, մեր համար կնստենք, կգանք, բայց տեսակ ոնց եղավ էլ չմանրանամ, ու տեղեր իրոք հասկացա, որ Աստծո ներկայությունն ու ուղղորդությունը մեր կյանքում միշտ մեր հետ է, էլի սենց ընդհատումներով չի, մեկ ու մեջերով չի, այլև միշտ մեր հետ է։ Ինչի համար, որ համ շնորհակալ եմ, համ էլ փառք եմ տալի Աստծուն, երբեք էլ դրանից չեմ ամաչում։ Հետաքրքիր մի բան, այս ամբողջ շաբաթը Ալեքսս շատ հավեսով գնաց դասի, ու ինչից որ ես ոգևորվում եմ, որ ծնողը կարա դրանից չուրախանա, չոգևորվի, չոգեշնչվի, դրանք տարբեր բաներ են դե։ Հիմա տեսնենք այս մյուսը ոնց է գնալու, մյուսում էլ կարծեմ 9 ուրբաթ է անգնամ, հաղթանակի օրը, մտածում եմ երևի թե դպրոց չի, դեռ կտեսնենք, շատ իրոք զգում ես, որ Ստեփանավանի ու Վանաձորի մեջ լիքը տարբերություն կա, իրարից ընդամենը 30-32 կիլոմետր են հետ քաղաքները հեռու, բայց Վանաձորի շարժը շատ է, երևի թե աշխատատեղերն էլ են շատ, չգիտեմ, ընդեղ միցև ուրիշ է, աշխույժ է ընդեղ կյանքը, երեկիրիկ ու ընկերույս երեկել, այդ թևնոցներից իրանց էլ բաժին հասավ, ասում եմ նայ մեր քաղաքում այս աշուտով փոշոտում է, այ այդ վաղտ ընտիր է շարժը, այն որ զգում ես էլի, որ քո քաղաքն էլ է էլի ապրում, սենց միապաղաղ ձևով չես գնում գալիս, իսկ դրանից հետո սովորական ցավոք չկա աշխատատեղ, որ վեր կենաս, մտածես գործ կա ու դու չես աշխատում, այ դա իրոք ցավալի բան է։ Մենք ամենքս, ինձ թվում է ամեն ծնող էլ, ուզում է մի երեխա լինի, ուզում է 3-4, թեպեթե մի հազվագյուտ ընտանիքներ, որ 3-4 երեխա են ունենում, բայց ամեն տանկին էլ կձգտի, որ ունենա ստաբիլ աշխատանք, դուրս գա գնա աշխատի, հետո գա իր տուն, իր տան գործերին, բայց ցավոք սրտի մեր մոտ չի ստացվում տենց բան, չկա տենց բան, սիրելի հետևորդներ ջան, խանութներ են, որտեղ մարդիկ ունեն իրանց ծանոթները, ընդունում են երիտասարդ կադրեր, մի խոսքով ինձ թվում է գիտեք այդ ամենը շատ մանրանալ պետք չի, ու սենց բաներ, հիմա այսօր դեռ չգիտեմ, երևի 10 չի իդնի, ոնց են ուզում, որ գան էլի այդ վարպետները ինչ կլինի, գան, ես պրծնեմ էլի այս ռեմոնտից, այն որ հոգնեցուցիչ արդեն մի այլ կարգի, այդ սպասելը ատելով ատում եմ, ցանկացած պարագայում, որ նստում ես ու սպասում, չէ,
դա իմ համար ոնց որ մի հատ մեծ պատիժ լինի, բայց արի ու տես սաղ կյանքս սպասել եմ, սպասում եմ ու երևի թե կսպասեմ, չգիտեմ, երևի մարդկության մեծամասնությունը միշտ էլ սպասումով է էլի ապրում, չգիտեմ ինչի ինձ այդպես ա թվում, ամեն դեպքում, սիրելիներ ջան, հուսամ այսօր ինչ շատ է կարծի նման այդ չպրծակ ռեմոնտը, 3-4 օր ոչինչ չեն կարել, չեր չորանում, եղանակը շատ վատներ է տա, գիտեիք, ասում էի, ցույց էի տալիս, այնպես չի, որ վարպետները դանդաղ են աշխատում, ես են անում, են անում, չէ, չկա տենց բան, այլև ուղղակի եղանակային պայմաններից ելնելով ու հլը որ հետ գնանք, փաստորեն մարտից մեր տանը ռեմոնտ ա գնում, ուղիղ մարտ ամսից մեր տանը վերանորոգման աշխատանքներ են ու ես այնքան մեծ սրտով կուզեի իմ ես հյուրասենյակը կարգի բերեի, շնորհքի բերեի, որ ես ինձ լավ զգայի, որ որոշները չփորձեին հաճելի մեկնաբանություններ թողեն ճակերտների մեջ, իսկ ես մյուս կողմը, ես միշտ ասել եմ, երևի նոր հետևորդներ ունեմ, իրանք չգիտեն, ես մյուս կողմը ստեղ ապրել եմ իմ կիսուր կեսրարը, ու ոնց կա, տենց էլ մնալու ա, այնպես չի, ուղղակի արդեն շատ հին ա, հուսամ մի օր էլ դրանք անցնենք, բայց առայժմ Նիկայի մտքում չկա տենց բան, միգուցե հետո ես, բայց դժվար խելքս չի կտրում, այնպես որ մեկնաբանություններում զգուշացեք, դռները փակվում են, սիրելի հետևորդներ ջան, այդքան բան, մի պահ տպավորություն ա, ոնց որ նստած լինեմ մի այգում, նամանավանդ իմ հայտնի դարձած յութուբյան բիսեդկում, որ նստում ես, ընդեղ ավելի սենց դեմդ խոտ, կողքդ ծառեր, ստեղից մի քիչ ավելի վերևից դե ուրիշ տպավորություն ա, բայց պահի տակ ոնց որ էլի նստած լինես մի հավեսով այգում, մաքուր օդին, ինչը որ շատ կարևոր ա մեր առողջության և ապրելակերպի համար, սիրելիներ ջան։ Հիմա, որ ասմա ցեցերն ինձ ուտում են, քիչ ամնում վերցնեմ, զանգեմ, ասեմ, ինչ եք ասում, չեք գալի, այսօր են էլ դեռ համաչում եմ, որովհետև 10-ը չկա, իրանք միշտ 9:30-ից 10-ն են գալիս, այ եթե 10:08 չգան, միգուցե զանգեմ։ Այդքան բան, սիրելիներ ջան, արդեն էլ որ անհնար ա էլի, առանց խոհանոց, առանց վերջում որոշ հարցերի, անհնար է, հետո մի քիչ էլ եմ ուզում էլի ձևափոխություն անեմ, այդ ներքև իհարկը մի անգամից նենց սարքեմ, որ նենց կահավորեմ, որ ձմեռը այսպես թե այնպես ես ներքև եմ ապրելու, դա էլ քննարկման ենթակա չի կարա լինի, որովհետև մենք այդպես որոշեցինք, մի խոսքով, թե ֆինանսական տեսակետից, թե ամեն առումով ներքև հավաքա, ծախսը քիչ ա ու հարմար ա ավելի, քան ձմեռը, որովհետև մեկ ա, ինչ էլ անես, տանիքը դատարկ ա, ինչքան ուզում ա վառես, ինքը չի արդարացնելու, ընդամենը գրպանը դատարկվելու անիմաստ տեղը, քանի որ տանիքում պետք ա կեռամզիտ լցնես, էս անես, են անես, իսկ մենք դա ավելորդություն ենք համարում, որովհետև
եթե ես մի 300,000 ես չէ, էլի մենք, այսպես ասեմ, եթե մենք մի 300,000 օրինակ 10 որքի ռամսի տառնես, երևի այդ գներն է, այդքանը ներկդնեմ իմ հյուրասենյակը, գոնե առաստաղը կվերանորոգեմ կամ դες թվում առաստաղից սկսելու, պետք, բայց այս տարի սենց չէ, այսենց կուշտ եմ չեմ ուզում այս տարի, քանի որ առջևում էսա լիքը ուրիշ ծախսեր ունենք, իսկ դրա համար աշխատել է պետք ու մտածված, այսպես ասած, գումարդ բաշխել է պետք, որ հասկանաս, որը երբ, որ ժամանակահատվածում ու ինչ անես, ու ցավոք սրտի տեսնում եք, ապրում ենք մի երկրում, որտեղ նույն բանջարեղենը, այսպես տարբեր գներ ունի, տարբեր է, չէ որ էդ էլ հո արտադրողը մենք ենք, ստեղծողը մենք ենք, ուղղակի դե պարզա մինչև առաջի ձեռից երկրորդից երրորդ, արդեն թվաբանությունը պարզա, սիրելիներ ջան, հիմա ես մտածում եմ դուրս գամ, երեկոյան կողմ, երևի մի քանի մարկ կարտոֆիլ ցանեմ, որովհետև հողը փորած, սարուները նիկան հնենց է ջարդել տվել, ինձ շատ է քննադատում Անահիտ, հողը այդքան փորի, այ որ իմ ոտքերի ցավը աստված չանի դուք էլ ունենայիք, կհասկանայիք էլի, երբեմն շատ բաներ չես բարձրաձայնում, ոտքա, մեջքա, ողնաշարը, դրա համար լուրումուն սուսուփուս փորձում ես մի ուրիշ ձևով քո ընտանիքի համար օգտակար լինես, սիրելիներ ջան, բայց ուզում եմ գոնե այդ փոքր տեղը կարտոֆիլ ցանեմ, տանու դրանը ուրիշը առնեմ, շատ ենք ցանել, փոքրուց ի վեր իմ աչքերը էդ ա տեսել, որ տատս պապս ոնց էին ցանում, միշտ մասնակից եմ եղել, եկել եմ ստեղել ենք արել, այնպես չի որ, բայց որ առողջությունդ քայքայվում է, ուզում ես այն չեղած մի փոքր գոնե պահես, արդեն մի քիչ ավելի ես էլի փորձում քեզ խնայես, որովհետև ցանկացած զավակի այն էլ դեռահասության տարիքում առողջ ծնող է պետք, ոչ թե պրոբլեմներով հարուստ։ Այդքան բան, հիմա այս կակտուսից նայում եմ, որ մի քիչ խելքի եկա, հիմա վեր կենամ, մի երկու փոքր գործեր անեմ, այն հիմնական սիրուն տամփայլը տեղը բերեցի, սիրում եմ գործերից հետո, պիլիսոս, հետևից հատակի մաքրություն, հետո փոշու մաքրություն, հետո նորից պիլիսոս ու նոր արդեն գնաս դուրս, քո դրսի գործերն ապահովես, որովհետև մինչև Ալեքսի տուն գալու պահն է ժամանակը իմը, հետո երկուսինս է, ու քանի որ եղանակները քանի գնում տաքանում են, հուսանք անձրև քիչ առնելու, 3 մայիսի 1-ն էր դե, մեր Սուրենյանն էլ սիրում է, չէ, որ ասի, տեղեկացնի մարդկանց, ասում է, որ շատ առատ տեղումներ չի լինելու, նորմայի սահմաններում են լինելու տեղումները, բայց էլի լավ է, որ չափի մեջ է, այսինքն կկարողանանք անտառ գնալ, ֆրֆռալ, քայլել, փոշի շնչել, որովհետև Ալեքսը ամեն աստծու օր է ասում, մամ երբ ենք անտառ գնում, այ երեկ Գայանեանց տանն էլ, երեխեք կային, ասում ա դուք եկեք, գնանք դենդրոպարկ, ձիգ քշենք, քայլենք, շնչենք, ու տես ինչքան ճիշտ է ասում երեխեն, այո, մի քանի օրից
իսկ այդ օրերն են գալու ու ես ուզում եմ, որ բարի սուղիղ իմաստով մենք վայելենք ու ապրենք այդ օրերը, սիրելի հետևորդներ ջան։ Այնպես որ հուսամ դուք էլ մեր հետ մասնակից կլինեք, կգաք մեր հետ, թեկուզ օնլայն հարթակով ու հաճելի ժամանակ կանցկացնենք։ Հիմա այս պահի համար ձեզ ասում եմ առայժմ ու տեսնենք որտեղ ենք հանդիպում, սիրելիներս, ուզում եմ մի հատ տեղեկանամ ով ա գալիս, ով ա գնում, որ դուրս կամ գործեր ունեմ, տեղեր ունեմ մտնելու։ Риташ, ди зарядки։ Մեր մոտ ահագին բան ա փոխվել։ Ախեք ջան, այսօր։ Այ Ալեքս։ Ди зарядки արի, բան եմ ասում։ Այսօր զուտ շփման օր էր, խոսա ու ստացվեց այնպես, որ ուժ գնացի գնումների, այն ինչ էի ուզելու, Ալեքսից ջուր էի ուզելու, այսօր հասցրել եմ կիտրոնաջուրս խմեմ, քանի օրա մոռացել եմ, ով ա կիտրոնաջուր խմում, առազիվ չեմ գնա ինձ մարդ ջուր բեր, հեռախոսը դրիր զարյատկի, ապրես, ու այս իմ երկրորդ սուրճն եմ եկել ձեր հետ խմելու, տրամադրությունը շատ բացվել է, որովհետև գործս հավեսով առաջ ա գնում, բա ոնց լինի, որ տրամադրություններ չբարձրանա, ինձ հələ ասեք տեսնեմ, այս կոնֆետները իսկը հարմար են, չէ, սուրճի, պուճուրիկ, համով, սիրուն, տեսքը լավը, գրավիչ, առաջին հայացքից, համնել շատ լավն է, շատ համով, մեկ դռոցը, հազվադ է պարնում, որ ես չեմ երվայնանում, որովհետև վերջապես այսքան սպասելուց հետո հասնում ենք վերջնակետին։ Ապրին բալը։ Այս ինչ խանձոր է սավր։ Տար լվակ էր, կլվանա սպատ տադիս, լավնա չէ ազիս։ Այս որ սենց վաճարել են։ Տենց վաճարել են։ Բան չի ան որ սենց վաճարեն ծայրի վաղտես խանձորը։ Հա։ Բան չի ան սենց քարվել, որ սենց վաճարեն։ Որ վաճարեն, էլի։ Ալեքսանդր։ Իսկ կաղաք իր այդ գնական տար, անտար մի քիչ ամենացել։ Տենում եք ինձ ինչ անա, էլ չես կարում է իրան խապես։ Էլ ոչ մի ձևի չի ստացվում իրան խապելը։ Գնալ ա պետք, ֆրֆրալ ա պետք, մաքուր օդին քայլել ա պետք, ոնց կարաս չգնաս։ Մեր կենաս ու հավեսով գնաս։ Ինչևէ, իսկ գարնանային գնումներ եմ արել, կանաչի թարխում, վարունգներից, չգիտեմ ոնց կմեկնաբանի, ես այս տելա տեսակի վարունգներն եմ շատ սիրում ու այս միջին չափերը լավն ադնում շատ, այ, չգիտեմ ինչի ես մի դտմիկ ուզող եղա, դտմիկներ չկան, որտեղ էլ կա պապենական գները, դրա համար դտմիկ էի ուզում պղպեղ, մեկ էլ նոր կարտոֆիլ, խառնեի իրար համեմեի ու դնեի այրոգրիլ, սունկի հետ միասին իհարկե, կլներ ընտիրություն, այս հենց
վերցրել եմ վարունգ, հիշում եք չէ, վարունգի օգտակար բոլոր հատկությունների մասին, անգամ կեղևից հետ օգտակար եմ, ասեք տեսնեմ, ովքեր են այդ կեղևը դեմքին դնում, որպես դիմակ, շատ համ թարմացնող, համ հովացնող, համ զովացնող, համ էլ օգտակար, ես սիրում եմ վարունգի կեղևով դիմակը, համ բնական, համ էլ շատ օգտակար, ուզում եմ, որ մի հատ ժամ ֆիքսեմ, հասկանամ քանի, ինչքան տևողություն ունեմ հանձնում ինձ, որովհետև հետաքրքիր է էլի, սիրելի հետևորդներ ջան, տրամադրությունս մի այլ կարգի բացվեց, արդեն էլ հույս չունեի, մինչև ժամը 2-ը սպասեցի, մեղված, որ ասմա մտքումս թոնթորալով, այդ փիսոն էլ, որ առավոտից եկավ մեր տուն, չէ, չեմ սիրում ես փիսոր շունիկ, շատ եմ սիրում, բայց չեմ էլ ուզում էլի մեղքի տակ ընկնեմ, բերեմ շուն պահեմ, որովհետև լավ տենում եք, որ տանը նորմալ չեն գնում, ամիսներով տանից գնում ենք ու ոնց կարելի է շուն ունենաս, բայց նորմալ չպահես, չկերակրես, թե չէ հավեսով ու հաճույքով մի հատ շուն կպահեի, անգամ տան շուն կպահեի, այն սիրում պուջերներից կպահեի, Երևի հետևորդներ չան, բայց թե դրա ժամանակն էլ կգա, այնպես չի, որ ասում ենք չիլնի ու նստում ենք, ամեն գործն էլ լացնող է պետք, սենց ասեմ, սիրելիներ ջան, այս սենց բաներ, ես իմ երկրորդ սուրճը խմեցի ու այսքանով սահմանափակեցի, առավոտ ընկերուս ասում եմ, ինչ կարելի այդքան կոֆե խմելու մեջ, մենք մեր օրգանիզմն ենք էլի թունավորում, փչացնում, սուրճը կարանք փոխարինենք ինչ-որ թե զովացնող ըմպելիքով, թեկուզ նույն կիտրոնաջրով, անանուխի ջրով, դաղձի ջրով, նանայի, մի խոսքով, ու թեկուզ հենց դատարկ ջրով, որ ավելի օգտակար է, ու սուրճից հետո միշտ փորձեք սառը ջուր խմեք, շատ մի ուրիշ հետաքրքիր համատալիս ու սուրճի բուրմունքն ու էֆեկտը ավելի յուրահատուկ ձևով եք զգում, տակ, էլ ինչ էինք գնել, խնձոր էինք գնել, այս եղանակն ինչ ասում մեզանից, նենց անձրև ու սելավ եկավ, լացս գալիս էր, որ սենց ձեռներս ծալած, ոչ մի բան չեմ կարողանալ, բայց մի ոնց որ բացվեց, մեկ էլ, ոյ մայրիկ ջան, այս սենց կարմրաթուշիկ, սիրունիկ խնձորներ եմ գնել, տեսքը մենակ, պատկերացնում եք, ես չգնամ, ապտանքը չընտրեմ ու մարդիկ ենքան լավ ինձ ճանաչեն, թե իրանք բերում են մի քանի գնի էլի, ինձ ասում աննա, քեզ բեր էդ կարմիրից գցնեմ, արդեն ճաշակս գիտեն, համով են իրանք շատ են, որ խնձորին նայում ես ցանկացած, խնձոր կլինի, միրգ կլինի, բանջարեղեն կլինի, ես նախընտրում եմ առնեմ նենց, որ մի անգամից տեսքը գրավի, նենց էլի չառնես, ստեղ մոռալ միտքս շեղվեց պահի տակ ու սենց փառքաստու կարողանում եմ միշտ էլ ընտրեմ ոսկե միջինը, կարևորը թարմը լինի, որակով լինի, դրանից են գոմերին չա պետք մեզ ոչ մի բան, սիրելիներ ջան,
Այդքան մի բան։ Հիմա ինչ անենք։ Սրտի տրոփյունով սպասում եմ, թե ինչա կատարվելու ներքև, այս ովքան դրդրացնում են, այս ինչ են հանձնելու ինձ, ու մի հատ մաքրեմ, տրուբեքը նորից, ձերի հետ քիչ-քիչ անում եմ, որ վերջում փաստի առաջ չկանգնեմ, վերջում գործից գոնե մի քիչ հեշտ լինի։ Այդքան մի բան, սիրելիներ ջան, արջևի տեր, որ գիտես շաբաթ գիագին կամ, այսօր Ալեքսին բաց եմ թողում, ինչ գիտի, ոնց գիտի, ինքն էլ մարդ է, ինքն էլ հանգստանալ ա ուզում, Ալեքս բալա, այ Ալեքս, ներքևներ ուրեմ, ինքան անսովոր ա, մեր տան դրությունը, որ խախտվում ա չէ, իմ համար մի անգամից գլխացավս բռնում ա, այնքան սովոր եմ, որ տան մեջ ես ու Ալեքսն ենք, որ մի ավել շունչը վրաս գմա, բայց շատ սիրում եմ հյուրեր ընդունել, շատ, չափից շատ, Լիներ ջան, տիտիկներից լավ հավեսով երգում են, երևի թե ես անջատ եմ, գնամ հագուստս, այ հմի արդեն իսկ փոխեմ, մի քիչ տակ հագնեմ ու սպասեմ տեսնեմ այս ինչ ա կատարվելու, ինչ ալնելու։ Ահա սիրելիներ ջան, մեր մոտ երեկոյան կողմերն ա, շատ ուրախ զվարթ, օրս շատ լավ անցել, որովհետև երկու գործ մի անգամից ստացվել ա, բայց որ համբերության գնով իսկականից տենց էր։ Կարևորը ստեղ են էլի ասում ամեն ինչի վերջն ա գովելու, չէ։ Հիմա էլ մի անձրև, մի ամպրոպ, մի խայտառակություն, ես չգիտեմ, թե այս ինչ ա կատարվում, այս տարի առավոտներ, որ լսում էի ու Սուրենյանն ասում էր, որ նորմայն համապատասխան անձրև ա գալու, բայց այսքան անձրև, այսքան կարկուտ, այսքան սելավ, այս ինչ անում, այս ինչ փոթորիկ անում, որ էլ ասելու չի։ Սիրելիներ ջան, հիմա իջացրու էդ մաման դեռ չի եկել ու դու նենց ես անում, որ այդ հեռախոսից զրկվես, Ալեքս։ Չէ, բա ակեն ասում անենց է սիրում։ Հա, դե վսյո։ Հա չեմ ուզում է, ես ունես լոբասան։ Հանդարտվի Ալեքս։ Ստել ենք թաղթին, սպասում ենք վաղտին, որն ենքան չի տաքանում, որ դու զգաս այս ժամերին օրինակի համար բալկոնում նստես։ Փորձեցինք նստենք, բայց թե չէ, զգում ես, որ ցուրտ ա ու մի ավել քամի, որ կոկորդը հաստատ բռնում ա։ Այդ տարբերակն ա, այնպես որ այսօրվա օրից շատ գոհ եմ, ասել եմ չէ, որ առանձին նկարահանում եմ, շատ լավ ա ստացվել, շատ իմ սրտով, չգիտեմ, որ պահի տակ երանությամբ գիրկն էսել ինքնամ, ամեն դեպքում,
մի վարպետն եկավ, հետո մյուսն եկավ, էսա էլի մեր հայերի էսա լավ է երևի, բայց ամեն տեղ էլ տենց կլինի, որ իրար հետ ասելով, խոսալով նա ասում է, դե ես գնամ էլ ինչ ունեմ անելու, նա էլ ասում է, մնա սրից ու տենց շատ լավ եղավ, իսկ սրանից առաջ արդեն այսօր 4-րդ օրը կլներ, որ Մամա, այդքան անձրև եկավ, չէ? 4-րդ օրը կլներ, որ մեր տուն մարդ չեր եկել ու մենք սպասողական ենք, ես սելավին ոնց կա, երևի կամ իր խանութմա, կամ մի տեղանուտ Վայ, թողիր ատաքսով կա, թողել եմ, թող կես վես SMS-ա ուղարկեր, ես պապուճ ու կուկու էդ վերը իր ինձ պաչում, ոյ մենակ թե ես ասա չկտրեմ տերասպոց, ես կես կուպուճուր վաղտնել եմ պաչում, մեծ վաղտնել եմ պաչում, ամեն վաղտել պաչում, վախում եմ ես ասա կտրել, մի վախեց, ամեն ինչ էլ կարա ազնի, կարամ կտրել էլ, կարամ տանել, դրանից վախենալու կես վես SMS-ը ուղարկել, չեմ ուզում ասեմ, Ռոբերտը ջանան ասելի, դու հիշի, որ մենք պետքա գաղտնիքներ ունենանք, այդքան բան նենց ամպրոպա տալիս, նենց կեցկեցինա տալիս են, որ վայ, ամպը գորումա մի այլ կարգի, այդքանը, այլ ասելիք չունեմ, այսօրվա համար, այսքանը, իսկ ես ձեզ ասեմ ստեսություն, երևի թե կհանդիպենք վաղվա վլոգում, առայժմ սիրելիներս։